ոնց են առաջացել այդ քվեաթերթիկները։ Նման բան առաջին անգամ եմ տեսնում։ Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն անցողիկ շեմա հաղթահարել է։ Կարմիր գիծը ԿՊ-ի հետ որևէ համաձայնություն, ընդդիմության կառուցվածքը հեղափոխական չէր։ Քաղաքական ճողվածքն առաջանալու, որտեղ գին ուզողները տարբեր շահեր ունեն։ Նիկոլ Փաշինյան կոչված բաց բաժնետիրական ընկերությունում փորձում է իր փայը վերցնել։ Միայն այդ դեպքում հնարավոր փողոցի ակտիվ գեներացիա։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան ԲՀԿ պատգամավորի տեխնացու Սուրեն Սուրենյանցին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Ես եմ շնորհակալ։ Եթե մինչև ընտրությունները քննարկվում էր հարցը, որ ընդդիմությունը միասնական ջանքերով կարողանալու է առաջ անցնել Նիկոլ Փաշինյանից եւ իշխանությունը վերցնելու է, ձևավորվել էր այդպիսի սպասում, հիմա քննարկվում է, թե արդյոք Բարգավաճ Հայաստանը կարողանալու է հատել անցողիկ շեմը եւ ըստ այդմ ինչ մարտավարություն է որդեգրելու ընդդիմությունը։ Դրան զուգահեռ քրեական գործ հարուցվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եւ սա դիտարկվում է կարծեք շանտաժի ուղերձ։ Այս իրավիճակում ձեր դիրքորոշումը ո՞րն է եւ ձեր կարմիր գծերը որոնք են։ Ի սկզբանե ասեմ, հարգելի Լիլիթ, որ այդ հարցը մեր համար փակված է անցողիկության, որտեվ մենք բոլոր տեղամասերում ունեցել ենք վստահված անձեր, դեռևս ամսի 8-ի լուսադեմի ժամը 4:05-ի մոտակայքում բոլոր տեղամասերից ստացել ենք արձանագրությունները, պարզ 4 դասանի թվաբանական գործողությամբ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն անցողիկ շեմա հաղթահարել է։ Իհարկե այդ փաստը մեզ չի ոգևորվել հայտնի հանգամանքները հաշվի առնելով, որտեղ երկրում մեծ հաշվով ստատուս քվո չի փոխվում, անկախ ընդդիմության ստացած ձայներից, իշխանություն չի փոխվում, լավ այդպես ասենք, բայց մեր համար այդ հարցը փակ էր եւ ԿՀ-ի հաջորդ օրը հրապարակած տեղեկատվությունը, որ իմ կարծիքով տեխնիկական վրիպակի հետևանք չի, շատ արագ բացահայտեցինք, որ կեղծիք ա եղել եւ բարեբախտաբար, այս դեպքում բարեբախտաբար օրինականությունը, արդարությունը վերականգնվեց եւ վերահաշվարկի արդյունքում ապացուցվեց, որ մենք այդ 120 ձայն վերադարձավ մեզ մի խոսքով, իսկ մեզ պակասում էր ըստ իրենց թվերի 60 քանի ձայն։ Այսինքն այդ հարցի սկզբանը մեր համար փակ ա եղել, ուղղակի չենք բացառել, որ ԿՀ-ն կարող է բեսպրիձելով առաջնորդվել ոչ թե օրենքով եւ իրավունքով։ Հիմա այս հարցը կարող ենք փակված համարել։ Կարմիր գիծը ԿՊ-ի հետ որևէ համաձայնություն, բոլոր խոսակցությունները դատարկ առանց հիմքի խոսակցություններ են, ընդհակառակը ձեր ասած շանտաժի գործիքն են բանեցնում, քրեական հետապնդումներ եւ այլն, սա էլ շատ տարօրինակ իրավիճակ է, ասեմ ինչու։ Նախ ամսի 7-ի լույս 8-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը ըստ էության իշխանության ուզուրպացիայի անոնս արեց, որովհետեւ ժամը 2-ին իրեն հռչակում է որպես հաղթող եւ միաժամանակ իշխանություն ձևավորող այն պարագայում, որ այդ ժամին դերևս մեծ տեղամասերում հաշվարկը շարունակվում էր, ստացված եւ ամփոփված էին միայն գյուղաբնակ փոքր համայնքների գյուղական տվյալները, որոնք մեծ հաշվով լրիվ այլ պատկեր կարող են ցույց տալ, մեծ էլեկտորալ պատկերը չէին կարող բացահայտել, ինքն էլ չէր կարող միջև վերջ իմանալ, որովհետև կրկնում եմ ժամը 2-ին մեծ տեղամասերում դերևս հաշվարկը շարունակվում էր։ Եվ բացի այդ, եթե նկատել եք ընդհանրապես նորմալ ղեկավարը, եթե իսկապես հաղթած է լինում, աշխարհի փորձը ցույց է չէ տվել, ինքը միասնության կոչերով է հանդես գալիս, առաջին հետընտրական ասիլուսում, նա չի բաժանում յուրայինների, օտարների ընտրողներին, ասում է, բոլորի վարչապետն եմ կամ նախագահն եմ, չէ, ինքը ընդհակառակը անոնսավորեց 3 ընդդիմադիր լիդերների ձերբակալության հնարավորության մասին, ակնհայտորեն ցույց տվեց, որ մարդկանց վրա ձայն կարվի, գործ կարվի, այն դեպքում, երբ որ այդ մարդիկ ըստ պաշտոնական թվերի առնվազն կես միլիոն ընտրողների շահերի տրանսլյատորն են, եւ այս առումով հստակ էր գնահատականը, որ իրենք ամեն ինչ արել էին, որ ԲՀԿ-ն չանցնի անցողիկ շեմը, եւ այդ այսպես կոչված վրիպումը
չէր էլ բացահայտվի, եթե մենք շատ ուշադիր թղթեր ուսումնասիրած չլինենք եւ շատ արագ օպերատիվ չբացահայտենք այդ կեղծիքը։ Իրանք թող ասեն տեխնիկական վիճակ, ես էլ ասում եմ, որ դա հատուկ արված բաներ։ Պարսենենց, ձեր գնահատականը այն է, որ Փաշինյանը կեղծել է ընտրությունը եւ հռչակել է իրեն վարչապետ դրա հաշվին։ Ընտրակեղծիքների վարչական ռեսուրսի չարաշահման։ Ընտրակեղծիքը մի տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել։ Այդքան քվեաթերթիկ գուցե կա արկղերի մեջ, ինչքան ինքը ստացել։ Բայց ո՞նց են առաջացել այդ քվեաթերթիկները։ Ռեպրեսիաներ անախադեպ, վախի ահաբեկության մթնոլորտ։ Ես 95 թվի ընտրություններից մասնակից եմ բոլոր ընտրական գործընթացներին տարբեր կարգավիճակներով։ Լրագրող, դիտորդ, վստահված անձ, թեկնածու, շատ լարված ընտրական գործընթացների առաջին գծում եմ եղել, օրինակ 2008 թվի։ Բայց երբեք չեմ տեսել, որ ընտրությունների օրը մի քանի 100 մարդ ձերբակալվեն, ընտրությունների օրը բանդիտական ռեյդ լինի ընդդիմադիր շտաբների դեմ, փակվեն շտաբները, նման բան առաջին անգամ եմ տեսնում։ Եվ երբեք չեմ տեսել նաև, որ իրենց վերջին հանրահավաքից հետո սկսած Նիկոլ Փաշինյանից բոլոր ԿՊ գործիչները լայվ մտնեն, ելույթներ ունենան, ասեն պիտի ընդդիմության իրավապաններ ձերբակալեք ընդդիմադիրների։ Հրահանգներ։ Այո։ Հիմա մենք չգիտենք, այդ իր ձայները ինչով ձևավորվեցին։ Ահաբեկության, ռեպրեսիաների տեսակարար կշիռի իշքան այդ ձայնագոյացման process-ում։ Լեգիտիմ չեն ընտրությունները, ռեպրեսիաներով ուղեկցված ընտրությունները չեն կարող լեգիտիմ լինել։ Պարսենենց, լեգիտիմ չէ ընտրությունը ձեր դիտարկմամբ եւ գնահատմամբ եւ ոչ միայն ձեր գնահատմամբ, սա արդեն լսել ենք շատ ուժերի կողմից։ Ինչ է ստացվում, Պարսենենց։ Նիկոլ Փաշինյանը կեղծել է ընտրությունը, իրեն հռչակել է վարչապետ, բայց հետընտրական զարգացումները որևէ լուրջ խնդիրներ Փաշինյանի համար այս պահի դրությամբ չեն ստեղծել։ Այսինքն ընտրությունները կեղծած, ոչ լեգիտիմ ընտրություն անցկացրած իշխանությունը որևէ ալիքի, դժգոհության որևէ ալիքի մինչև այս պահը չի բախվել։ Սա նորմալ է։ Ոչ նորմալ չի։ Այդտեղ մի քանի գործոն կա։ Առաջինը, ես ինչպես ասեցի, հասարակությունը այդ ռեպրեսիաների բանի հետևանքով ադապտացված է իրավիճակին եւ ադապտացված է բավականին հարմար ձևով։ Այդտեղ իհարկե ընդդիմության մեղքը կա։ Երկրորդ ձեր հարցի պատասխանը շատ անկեղծ կլինեմ։ Ընդդիմության կառուցվածքը հեղափոխական չէր։ Ի սկզբանե, այո։ Ընդդիմության կառուցված, այդ ոչ վատ է, ոչ լավ է։ Ես ընդամենը արձանագրում եմ անում։ Ընդդիմությունը ինքը գործող ընդդիմությունը իր կառուցվածքով հեղափոխական չի։ Հեղափոխական լինում են մաքուր քաղաքական պրոյեկտները։ Գիտեք, որոնք ասենք օրինակ 2008-ի ընդդիմությունը, 2003-ի ընդդիմությունը։ Գիտենք մենք նման իրավիճակներ Հայաստանում։ Հետևաբար այս օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ձեր ասած ընդվզումը չկա, մանավանդ որ բուն քվեարկությունը, այսինքն ինչպես ասում եմ, այդ տուփերում արկա քվեաթերթիկները գուցե շատ իրականությունից հեռու էլ չեն, անկախ նրանից իրանք ոնց են ձևավորվել, հա, եւ այս դեպքում ոչ թե հասարակության ընդվզման հետ գործ ունենք, այլ հասարակության բևեռացման։ Բևեռացված հասարակությունները ոչ թե հեղափոխական զարգացում ալնում, այլ բախումներ։ Դա էլ չտեսանք ու բարեբախտաբար որ դա չտեսանք, բայց այսպիսին էր իրավիճակը, ես բաց է մնում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց քվեների պաշտպանության հարցը, պարոն Սուրենյաց։ Այդ պաշտպանությունը պիտի լինի ընդդիմության հոգացության տակ։ Եվ ինչպես պիտի արտահայտվի մարտավարություն ընտրվի հիմա ընդդիմության կողմից, որպեսզի ընդդիմադիր ընտրողների կամ արտահայտության մոտիվացիան քաղաքական կապիտալիզացիա ընտրել։ Կարճ ասած, եթե կայծակնային հեղափոխական սցենարը չի աշխատել, դա չի նշանակում իշխանափոխության հարցը պետք է օրակարգից դուրս գա։ Ընդհակառակը պիտի իշխանափոխության հարցը մնա օրակարգում եւ հիմա այստեղ ճշգրիտ մարտավարություն ընտրելու հարցն է։ Ես մամուլում հանդիպում եմ, սոցցանցերում ինձ անդադ գրում են։ Իհարկե մեր քաղաքացիների մեծամասնությունը, որոնք անկեղծ մղումներ ունեն, պարտավոր չեն
նման տեղեկացվածության եւ քաղաքականացվածության շատ բարձր մակարդակ ունենալ, էմոցիոնալ արձագանք ունեն, ասում են վայր դրեք մանդատները կամ մի վերցրեք մանդատները։ Այդ ամենատարածված մեսիջն է, որ ես որպես քաղաքական գործիչ անցած 2-3 օրվա ընթացքում ստացել եմ։ Բայց ես այդ համարում եմ խիստ էմոցիոնալ մոտեցում, արդար, բայց էմոցիոնալ, որովհետև եթե դու հեղափոխական սցենար չունես, ի՞նչ է տալու մանդատներ վայր դնելը։ Մաքսիմում առաջացնելու է այն մարգինալացման վտանգը, որի մեջ այսօր վրացական ընդդիմությունն է։ Այսինքն, պարոն Սուրենյանց, ի սկզբանե քաղաքական դաշտը ձախողեց, որովհետև ի սկզբանե չառաջացավ հեղափոխական ընդդիմություն, չձևավորվեց հեղափոխական ընդդիմություն։ Կարող եք այդպես էլ ասել, այսինքն խոշոր բևեռները, հատկապես առաջի բևեռում գտնվող քաղաքական ուժը, պարզա չէ ֆավորիտ ով էր, պետք է մաքսիմալ քաղաքական եւ հանրային կոնսոլիդացիայի գնար, որպեսզի այդ հեղափոխական ավյունը ապահովեր հասարակական բուրըն ներառականությունը, լավ, ավելի քաղաքական բառ ասեն։ Գիտեք, երբ որ ես այս ընտրարշավի ընթացքում եմ իդեպ ասել, որպես տարբերվող կարծիք այլ ընդդիմադիր գործիչներից, չի կարելի իշխանության հետ մրցակցության մտնել մի հարթության վրա, երբ որ ինքը կարում է կոնկրետ անի, որտեղ լծակների ռեսուրսի տիրապետող օրինակ թոշակներ, այսինքն երբ որ Նիկոլ Փաշինյանը քողարկված ընտրակաշարքի անվան տակ 10,000-ով թոշակները բարձրացնում է, դու ուզում ես 20-30 հազարի խոստում տուր բարձրացման, իրան առարկայական ստանում են, քոնը համարում են խոստում ընդամենը, որը կարող է իրականություն դառնալ, կարող է չէ։ Պարոն Սուրենյանց, հիմա ես որքան հասկացա, դուք առավել կողմնակից եք մանդատները վերցնելուն։ Չէ, այդ մեխանիկական մոտեցում կլինի։ Ես կողմնակից եմ, որ ընդդիմադիր 3 ուժերը կոնսոլիդացված մոտեցում ձևավորեն եւ ներկայացնեն հասարակությանը, թե ինչպես են խորհրդարանական գործնայության եւ ակտիվ փողոցի գեներացիայի միքս ապահովում կամ ապահովելու են թե ոչ։ Չէ, դա այդ պարտադիր պետք է ապահովեն, առանց դրա մանդատ վերցնումն ինչ անեն, որ լեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ես չվերցնելու կողմ չեմ, բայց ուղղակի մանդատ վերցնես, որ գնաս դեկորացիա լինես իշխանության մոտ, դրան էլ եմ դեմ։ Այս գլխից ժողովրդին պետք է ասվի, որ այո, հեղափոխական գեներացիա չի եղել ժողովուրդ, բայց աշխարհի վերջը չի, որ ենթադրենք մենք 1-1.5 տարվա կտրվածքով այս գործողությունների բանով արդյունքում խորացնելու ենք իշխանության ճգնաժամը, որտեղ դա չի հաղթարվի այս ընտրություններով եւ հասնելու ենք իշխանափոխության։ Չափելի ճանապարհային քարտեզ պիտի ժողովրդին ներկայացվի, որ այս գործող խորհրդանական ընդդիմության վիճակը չկրկնվի։ Որ 5 տարի դա հիմա պիտի արվի, հասարակության հետ շատ անկեղծ դիալոգ է պետք, առանց մեծամտության դիրքերի, առանց կոմպլեքսների, որտեվ հայ չանենք։ Այս փուլը ձախողել ենք, բայց չենք հրաժարվում օրակարգից, շատ արագ արդյունավետ պետք է ադապտացնել նոր փուլի մեջ։ Ցավալին Հիմա եթե ասեն չենք ձախողել, դուք լուրջ կընդունեք այդ ամեն ինչ չի կարելի չէ գցել իշխանության ռեպրեսիաների վրա։ Մենք գիտենք, չէ, որ հայրենիքի գողը քվեի ու մանդատի գող էլ կարող է լինել, ճիշտ է։ Դες մեզ բացահայտում չի Նիկոլ Փաշինյանի մասին, էլի։ Եթե մարդը հայրենիքի գող է, այնք ամեն ինչի գող կարող է լինել։ Այդ թվում իշխանության։ Հենց դրա համար էր, պարոն Սուրենյանց, որ բոլոր քաղաքական ուժերին շատերը, այդ թվում ես, ուղղում էինք հարց, եթե չեք հաջողելու, որն է ձեր ծրագիրը։ Ես ասեցի իմ ծրագիրը որպես քաղաքական գործիչ։ Ես գիտեմ, որ 90%-ը ձեզ ասել են սցենար B չունենք, որովհետև չեն կարող չհաջողել։ Դա քաղաքական գործի պատասխան չի։ Դա քաղաքական գործի պատասխան չի։ Հետաքրքիր մի բան, այդուհանդերձ դուք խորհրդարանում այս համադրությամբ չեք հայտնվելու։ Ես անձամբ դուք։ Այս պահին ոչ, այո, որտեվ 5 մանդատ ենք ստանալու, ես հարգում եմ այդ ցուցակի կառուցվածքը, այս պահին չեմ հայտնվելու։ Թույլ տվեք նշել։ Եթե վերադասավորումներ մեր ցուցակում չլինեն, լավ, տենց ասեմ, այս պահին չեմ հայտնվելու։ Թույլ տվեք նշել, որ դուք քաղաքական միտք գեներացնող քիչ գործիչներից եք Հայաստանում։ Այն կազմը, ներողություն, որը արդյունքում հայտնվելու է խորհրդարանում,
մեծ հույս չի ներշնչում, որ կարողանալու է համաչափ պատասխանել իշխանության հասկացակ։ Հա, ես ձեր հարցը հարգում եմ, բայց իմ գործընկերների մասին է խոսքը, ես չեմ կարող։ Դա մի կողմ, արդյոք այն խորհրդարանը, որը ձևավորվեց հիմա, ավելի ուժեղ է, Լավ, ես ընդհանրական պատասխան տամ միայն մեր ցուցակին, հա, վերաբերելի չի։ Ես սկզբունքը ասեմ։ Սա է սկզբունքը իմ համար ճիշտ է բոլոր 3 ընդդիմադիր ուժերի համար։ Ուրեմն խորհրդարան պիտի գործողվեն մաքուր քաղաքական ֆիգուրներ, մաքուր, որոնք բանավեճերի օրինակով քաղաքական առումով անդադ նվաստացված վիճակում պահեն իշխանությունը։ Այն որ տեսանք նախընտրական այդ բանավեճերի տրամաբանությամբ։ Միայն այդ դեպքում հնարավոր փողոցի ակտիվ գեներացիա։ Եթե համապատասխան էներգիա ձևավորվի խորհրդարան։ Այսինքն պետքա օրակարգ թելադրող ընդդիմություն լինի, այդ կոճակով քվեարկելով չի արտահայտվում, էլի, դա միջավայրով արտահայտվում։ Հետևաբար, այս պետք է սկզբունքը լինի բոլոր ընտրացուցակների համար։ Ոչ միայն ՖՀԿ-ի կամ բոլոր ընդդիմադիր 3 կուսակցությունները, քանի որ իրանք սինխրոն աշխատեն, պիտի կարողանան ապահովել այդ ներդաշնակությունը։ Այսինքն բոլոր 3-ը պիտի խիստ քաղաքական թիմեր ուղարկեն, որ փոխ լրացնելով, ոնց որ բանավեճերում ենք տեսնում, էլի, այդ շատ հաջող ստացվեց իդեպ։ Բանավեճերով կարողանան պատին դեմ տալ ՔՊ-ին, սա կարող է հանրային ակտիվության տրիգեր դառնալ։ Գործող խորհրդարանական ընդդիմությունից ինչի են դժգոհ մարդիկ կամ հասարակության մեծամասնությունը, որտեվ այդ քաղաքական նախաձեռնությունը չի երևում խորհրդարանում։ Այդպես էլ օրակարգ չձևավորեց ընդդիմությունը։ Եթե ուզում ենք ակտիվ փողոցային գեներացիա, այո, շատ ուժեղ քաղաքական կոնցենտրացիա պիտի լինի խորհրդարանում։ Պարոն Սարյանց, ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ կարող է աննախադեպ մի բան տեղի ունենալ եւ Ռուսաստանը, օրինակ, չընդունի ընտրության արդյունքները։ Մինչեւ այս պահը նշվում է այն մասին, որ սպասում են ձայների վերջնահաշվարկին եւ դեռևս շնորհավորանք չկա։ Հա, բայց անդադ ուրիշ բան է շեշտում Արգելի Լիլիթ։ Սպասում են ձայների հաշվարկին, պաշտոնական, բայց զուգահեռաբար անդադ խոսում են ընտրախախտումների մասին։ Կա գնահատական, պարոն Սարյանց, որ իրականում աշխարհաքաղաքական ուժերին, այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, պետք էր լեգիտիմության լուրջ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյան, որը ել ավելի խոցելի կդարձնի իշխանությանը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին, եւ ցավոք ձեր հարցը միանգամայն լեգիտիմ է, միանգամայն հիմնավոր, որովհետեւ այս տիպի իշխանությանը արդեն բացարձակապես կախ լեգիտիմության տեսակետից շատ հեշտ աշխատել է աշխարհաքաղաքական պետությունների համար։ Այո, այդ թվում Ռուսաստանի, որովհետև ինքը մյուս կողմից խաղադրույքը խիստ բարձրացրել է, սանկցիաներ կիրառելով, ընտրությունների խիստ գնահատական տալով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր առաջինիս բանակցություններում շատ ուժեղ դիրքերից հանդես գա։ Դա մյուս աշխարհաքաղաքական կենտրոններն են նույն բանը արել, բայց հենց այդ նույն տրամաբանության մեջ կարող են չճանաչել ընտրությունների արդյունքները ու չշնորհավորել։ Եվ դա նույնպես որպես գործիք օգտագործեն Նիկոլ Փաշինյանին զիջումների հակելու համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ու իր թիմը լուրջ գին են վճարելու այս բոլորին։ Ուղղակի հենց ստեղ էլ քաղաքական ճողվածքն առաջանալու, որտեղ գին ուզողները տարբեր շահեր ունեն եւ տարբեր օրակարգեր ունեն հակադրվող, չէ՞։ Նախորդ ընդդիմության հույսը այն էր, պարոն Սուրենյանց, որ ի վերջո այդ ճողվածքը կառաջանա, որովհետև իշխանությունը չի կարողանա սպասարկել բոլորին միաժամանակ եւ համաչափ։ Հիմա էլի այդ հույսով պիտի Ես այն գնան։ գործիչներից եմ, որ ձեր եթերում էլ կարծեմ ասել եմ այդ մասին ավելի վաղ, որ Ռուսաստանը կամ որևէ աշխարհաքաղաքական կենտրոն մեր տան աղբը մաքրելու առաքելություն չունեն։ Հիմա էլ եմ ես ասում։ Երբեք աշխարհաքաղաքական շահերի վրա հաշվարկ չպիտի անես հակադրությունների։ Այդ դեպքում ինչով կտարբերվես Նիկոլ Փաշինյանից։ Նայել է, չէ՞, հաշվարկների մեջ, որտեղ ինչ զիջի, ինչ բան անի, որ իշխանությունը պահի։
Ես սկզբունքորեն դեմ եմ ինչ-որ տղա բերելու ձևով իշխանություն պայել կամ վերցնելու այդ մոլագար մտքին, գուցե ընդդիմությունում էլ կա տենց սեգմենտ, որ տենց է մտածում, միակ դաշնակիցը մեր հասարակությունն է։ Դա չի բացառում խիստ հարգալից վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ, խիստ հարգալից վերաբերմունք արևմտյան գործընկերների հանդեպ, բացարձակապես իմ ասածը չի ենթադրվում ամբարտավանություն ու աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի անտեսում, բայց հույս ունենալ, որ իրենք քեզ օգնելու են իշխանության գաս, այդ նույնն է, որ կամովին համաձայնվես մանրադրամ դառնալու շատ տխուր առաքելությանը, հա, այդպես չի լինում։ Աշխարհաքաղաքական կենտրոնները ցանկացած իշխանության ճնշելու 100 հատ գործիքակազմ ունեն, եթե նույնիսկ այդ իշխանությունը իրանը չի։ Հետևաբար իրանք հաշվելու են, արժի են գինը, որ պիտի վճարեն իշխանությունը ինչ-որտեղ փոխելու իրանց հարող ուժերին բերելու համար։ Բոլոր օրինակ Մոսկվան 100 հատ լծակ ունի Հայաստանի վրա ներազդելու, ինչու պիտի ինքը ինչ-որ ուժի փաստաբանություն ստանձնի Հայաստանում։ Ինչքան էլ այդ ուժը իր համար օքեարազատ լինի։ Այդ կներեք, բայց քաղաքականությունից շատ հեռու մարդկանց հաշվարկ կարող է լինել։ Պարոն Սերյանց, ամփոփելու համար մեր զրույցը կարծում եմ կներեք մանավանդ 1000 ներողություն եմ խնդրում, մանավանդ Մադուրոյի ստեղծած մի նախադեպից հետո, Թրամփի ստեղծած։ Աշխարհաքաղաքական կենտրոնները այս տուրբուլենտ աշխարհում, որ ոչ մի իրավունք չի գործում, շատ կարմիր գծեր անցած ու իրանց աննազանդ հարևանի նկատմամբ կարող են վարվել մեծ ծայրահեղ դեպքում, ինչպես Թրամփը վարվեց Մադուրոյի հետ։ մի ուղղաթիռի օպերացիա։ Իհարկե, դուք իխի կասկածում եք, որ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն եթե ուզի Հայաստանում այդ օպերացիան չի կարող անել։ Իհարկե կարող է անել։ Հետևաբար կա կոնսենսուս այս պահին։ Չկա կոնսենսուս, ամեն աշխարհաքաղաքական կենտրոն Նիկոլ Փաշինյան կոչված բաց բաժնետիրական ընկերությունում փորձում է իր փայը վերցնել։ Ցավոք Հայաստանի։ Այո, մենք էլ հանդուրժել ենք դրան, ամեն ընտրություն գին ունի։ 2021-ը մեր սխալի համար մենք հատուցեցինք հայրենիքի մի մասով։ Սրա գինը որն է։ Սրա գինը լինելու է Հայաստանի սիրիականացումը։ Հենց սա թույլ չտալու համար։ Այդուհանդերձ շատ կարևոր անելիք ունենք մենք իբրև հանրություն ամբողջապես։ Այս օրերին շատ հարցեր են հնչում իհարկե հիմնավոր եւ արդարացիորեն ուղված ընդդիմությանը, որը անցնում է խորհրդարան, բայց կարծում եմ ոչ պակաս հարցեր պիտի հնչեն նաև այն ուժերին, որոնք զգալի թվով ձայներ են ստացել, բայց չեն հատել շեմը, այնուամենայնիվ քաղաքական ասելիք ունեն այդ ուժերը, պոտենցիալ ունեն, եւ հարցեր պիտի ուղենք մենք մեզ իբրև հանրություն, ինչ պիտի անենք մենք, որովհետեւ ցանկացած պարագայում հանրությունն է, որ առավել հաշվետու ընդդիմություն եւ իշխանություն է ստանում արդյունքում։ Ինչ ենք մենք անելու եւ ինչ եք անելու։ Ես եթե հետահայաց նայեմ, գլխավոր սխալը առանցքային քաղաքական ուժերի բևեռների էր, դա ճակատագրական սխալը չի, բայց կարևոր սխալը դա էր, որ ավելի ներառական պիտի լինեին իրենք, փորձելով այդ մեր գործընկերների, որոնք չհատեցին սահմանը, հնարավորինս ներառենք, այդտեղի մեղքն էլ կա մեր բոլորի ցուցակներում, դա շատ ավելի ճկուն եւ արդյունավետ կդարձներ, բայց երբեք որևէ բան ուշ չի։ Ես հիմա առաջարկում եմ ոչ թե նվնվոց տնենք, դրանից մեր հայրենիքի խնդիրները չեն պակասելու, հակառակը։ Պետք է ընդդիմությունը համել նոր քաղաքական մշակույթ կբերենք։ Պետք է ընդդիմությունը տղամարդկություն ունենա իր մեջ, ընդունի իր մարտավարական սխալները, շատ արագ կոնսոլիդացված ճանապարհային քարտեզ առաջարկի հասարակությանը, խորհրդարան գումարած փողոց շատ ներդաշնակ ու կոնսոլիդացված գործողություններով հնարավորինս արագ հասնի արդյունքի, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտնվել է մեր թագավորի կարգավիճակում։ Ինչքան ինքը խոցելի է արտաքին խաղացողների համար, նույնքան մեր համար։ Իր ամբողջ մերկությունը այս քարոզարշավը բացահայտել է։ Բայց որպեսզի հասարակությունը վստահի ընդդիմությունը
մի քիչ ավելի արդյունավետ կոմունիկացիայի ու անկեղծության կարիք ունի։ Մի քիչ։ Դե ես ասեմ մի քիչ, որովհետեւ շատ դժվար ենք մեր սխալները ընդունում, բայց ես մասամբ ընդունեցի։ Այսինքն դա պետք է արվի, որովհետեւ հասարակությունը հավատա, որովհետեւ ձախողվել կարող են բոլորը, չէ՞, կամ սխալվել։ Բայց քաջությունա պետք սխալը կամ ձախողում ընդունելու համար։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։